Ակցեն կան։ Չգիտեմ ինչ հարցի, թե հարցերը առաջացեց կանից հետո։ Տակնար։ Օրունս կանգնեց։ Նարեկ։ Տեսնում եք արդեն կադրերով երևի ցույց կտակ, հա, ինչ գրություններ են, հաշվի առնելով, որ հայտնի միջադեպից հետո պատգամավորներից մեկը սկսել է աստվածաշունչ ընթերցել եւ սաղմոսներ անգիր անել, պարզապես հիշեցման կարգով Սաղմոս 36-ին թող ուշադրություն դարձնի, Եսայա 13-11-րդ կետին ուշադրություն դարձնի, շարունակի աստվածաշնչյան ընթերցումները, դա հաստատ օգուտ կբերի ապաշխարելու եւ դժվարություններ չունենալու այդ պարզ հասարակ բառը ասելու ներողություն բառը ասելու նկատի ունեմ։ Գիտեք, որ այսօր խորհրդարանում քիչ անց քննարկվելու է էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ավելի ճիշտ չստեղծելու հարցը, գիտեք, որ իշխող խմբակցությունը որոշեց, որ պիտի չստեղծի իր թիմակցի համար այդ հանձնաժողովը, բացատրություններն էլ գիտեք, ըստ էության չկա բացատրություն, թե ինչու չեն ուզում ստեղծել։ Այսուհետ ինձ թվում է Անդրանիկ Քոչարյանի վարքի պատասխանատվությունը բոլոր դեմ քվեարկած պատգամավորները կվերցնեն իրենց վրա։ Տեսեք, ԿՊԱ-կանները դեմ քվեարկելով Շարունակի Քոչարյանը սա կարդալ աստվածաշունչ կօգնի։ Դե մեր ցանկությունն է դա, մենք ուղղակի մղում ենք, որ Սաղմոս 36-ն էլ կարդան, 150 Սաղմոս կա, թող բոլորը շարունակի կարդալ, ոչ միայն այդ շուրթերի պահը ըմբռնի, մնացածն է լավ ըմբռնի, դա է մեր ցանկությունը անկեղծ եւ դրան ենք ուզում մենք տանել։ Ես շատ ուրախ եմ, որ այդ միջադեպը մղել է իսկապես մեր պատգամավորներից մեկին աստվածաշնչին այդքան մոտ գտնվել եւ սկսել սաղմոսներ անգիր անել, շատ լավ փաստորեն, շատ լավ արդյունք ապահովեց այս միջադեպը պատգամավորի համար։ Պատգամավորները մենք ոչ մեկի մուտքը բնականաբար չենք խոչընդոտի եւ նման անօրինական բան երբևէ չենք արել խորհրդարանում եւ չենք անի, պարզապես սա հիշեցում է պատգամավորներին։ Տեսեք, եկեք հետևենք միասին, հա, պատգամավորների արձագանքին եւ ռեակցիային ընդհանրապես այս մեր լվացքին։ Ողջի պետք է բոյ ունեն։ Եկավ։ Նարեկ ռեակցիա։ Լվացք։ Սաղմոս 36 Եսայա 13-11 անպայման կկարդաք, շատ լավ բան է ասում։ Չէ, ես իրեն բան չունեմ ասելու։ Այս ամոթ, հա։ Եթե արել ես կգնանք վերև, եթե չես արի, արա նոր գնանք։ Եվ այսքան տակից ո՞ց են։ Չէ, շատ լավ էր, չէ, այսքան բան չկա շատ։ Կպցնենք մի բան։ Այդպես հեշտ է սա ասում։ Կանենք հեչ։ Դե հա կանենք, բայց Լսի, ես
Abner, Giano. Գալուց ավելի ճիշտ գրել, որ բայց ես այն բանի ծնգոցը լսվելու է Առանց գնալ միկրոֆոնի աղցը։ Ո՞նց ենք ստացել։ Ինչ ասել։ Դավա impeachment գնացել նույնիսկ եղեք։ Որոշ ո՞ց է գալի։ Շատ Թող լրագրողների մեծակնի սխալը դա լինի ոչինչ։ Վերևես բարձրանում։ Հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյան։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ,
Սիրելի աշակերտներ, ներկայացնում եմ ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական հարցեր, պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը, հիմք ընդունելով Սահմանադրության 107 հոդվածը, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածը, որպեսզի պատգամավորի վարքը առարկա ժամանակավոր հանձնաժողովի շրջանակներում։ Առաջարկում է ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 5, գործունեության ժամկետը մինչև 2 ամիս։ Եվ հիմնավորում որպես կարող եմ ներկայացնել երկու խմբակցությունների, Պատիվունը և Հայաստան խմբակցությունների ներկայացված հիմնավորումը այն մասին, որ այս անհրաժեշտությունը առաջացել է 2025 թվականի մարտի 20-ին ազգային ժողովի միջանցքում ցուցաբերած ազգային ժողովի պատգամավորի վարքը քննելու համար, քանի որ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսի Մեջեբեջյանի նկատմամբ ցուցաբերել է ակնհայտ անհարգալից վերաբերմունք։ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության և երաշխիքների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ կետերը հստակ սահմանում են, որ պատգամավորը պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական դիմախոսների, ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորությունները իրացնելիս։ Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը 2025 թվականի մարտի 20-ին ազգային ժողովի միջանցքում խտրական վերաբերմունք դրսևորելով լրագրող Հռիփսի Մեջեբեջյանի նկատմամբ նրան ասել է շուրթերդ մաքրի, ապա արգելել կանգնել իր կողքին, դարձավ խտրականություն դրսևորելով, թե այստեղ մի կանգնեք, ես եմ այդպես ուզում, դուք լրագրող չեք, լրագրողներն իրենք են, մատնացույց անելով մյուս